բարի օր, նոր տեսանյութ եմ սկսում, նոր տեսանյութ եմ բացում, Վահանը պատվերներ էր արել օզոնից, հիմա արդեն օզոնից, որովհետև շատ լավ ապրանքներ կան և զեղչվել են ու օզոն չունեինք, չէինք օգտվում, սա արդեն գիտեք, բոլորիդ քաջ ծանոթ, մեր աերոգրիլի թղթերն են, ես բան էի օգտագործում, ինչ են ասում, ֆոլգա, հայերենն էի ուզում հիշեի, հա, ինչ թիթեղ, ալյումինա թիթեղ, հա, երևի, այս պահին մտիցս գնաց, կներեք, չի սազում ինձ, հա, սուրճ էր պատվիրել, երկու հատ, անցած անգամ էլ էր սուրճ պատվիրել, սա օրո է կոչվում, ժարդինի, օրոն, ինչ-որ օրեգինալ, արաբիկա է ինքը, պրեմիում արաբիկա 100% անոց, հետո մի հատ, անցած անգամ էլի էգոիստ էր պատվիրել, էգոիստի սուրճն էր պատվիրել, շատ համեղ սուրճ է, շատ, այս մեր մեքենայով, որ պատրաստում ենք սուրճի, արտակարգ համունի են, որ չես ուզում վերջանա այդ սուրճը, այնքան համեղ սուրճ է, սա տրուֆելի համով է, իմիջիալոց ես շատ եմ սիրում համով սուրճեր, այսինքն երբ ունի բալի համ, ունի շոկոլադի համ, վանիլի համ, մարդ կա ոչ բոլորին է դա դուր գալիս, բայց ես շատ եմ սիրում, էլ ինչ էիր բերել Վահան ջան, էլի մի բան էիր չէ պատվիրել, այն Նսկոֆեն քո սուրճերը ուր ա որ պատվիրել էիր, հետո լոխում ենք վերցրել, այսպիսի, պարսկական ա կարծեմ, չէ բա, ես է չգիտեմ, պիշմանյա, ճիշտն ասած նայում եմ, որ ուրիշ երկրներ չլինի, մի վարկյան, հիմա որտեղինն ա սա, գրված չի, գրված չի, բա ինչ ա, լոխում չի, ուզում եմ տեսնեմ որտեղի արտադրանքն է ուղղակի, ես չեմ նայել, ես չեմ ընտրել, Վահանն էլ ուշադիր չի եղել, ռուսական ա, լավ, էլի, հա, հալվա է, սա էլ ա, հա, պիշմանյան որն ա, պիշմանյե, սվիշտաշկի, երևի հալվա ա, լավ, հա, անցած անգամ սա էլ էր պատվիրել, այս սուրճը, սա որ բրենդն ա, ինչ-որ ճապոնական սուրճ ա, դու անցած անգամ Վահան էգոիստն էիր, չէ, աղացել, հա, էգոիստն էր, շատ համով էր, հա, էգոիստ ինչ, կապիտան, հա, էգոիստ կապիտան, հետո այս երկու այս հալվաները արդեն տեսակ և գելլադուշ, հա, կրեմ բաղնիքի համար ելակով և լայմով, մի հատ էլ դավի ռեֆիլ էր պատվիրել, արդեն լցրեց ամանի մեջ օճառ, ձեռքի հեղուկ օճառ, այսպես անուշիկներս, սա էլ այսպես ասի ձեզ հետ կիսվեմ, այսօր շատ գեղեցիկ փոքրիկ շորց էի դրել, հավանաբար տեսաք, բարի լույսը գեղեցիկ Արարատով, իր տեղում է Արարատը, այո, ես ամեն օր զմայլվում եմ, տա Աստված, որ բոլորիդ պատուհաններից էլ միշտ ու հավերժ երևա մեր ալեհեր Արարատը, սիրում եմ բոլորիդ, ասում եմ առայժմ, ժողովուրդ ջան, 3 պիոններ էինք գնել, շատ մեծ գլուխներ ունեին, կոկոմները շատ մեծ էին, բայց բերել էինք տուն, կախվել էին, մինչև այսպես էլ տեսեք, այսպես սա էլ էր կախված, բոլորը կախված էին, հույս չունեի, որ կբացվեն, 3 չի առաջին օրը, 5 հատ է, զարմացա, այնպես չէր, որ էլի, իրանք շատ լավն էին, հետո բերեցի, կտրեցի թեքությամբ, ուրիշ պիոնավարդերի հետ էի դրել, մտածեցի երևի խռովել են, դրանք հանեցի, հետո ինչ արեցի, ջուրը փոխեցի նորից, մեջը շաքարավազ լցրեցի, խնդրեմ, կամաց սկսում են բացվել, ահա սա էլ է բացվում, տեսեք,
կամաց ուղղվում, բացվում են, այստեղ սա է փոքրիկ մնացել և ուր էր մի հատն էլ, սա շատ է կախվում, չեմ հասկանում ինչի, սա էլ կբացվի հավանաբար, բայց շատ է կախվում, չգիտեմ ինչն է պատճառը, որ պիոններս այսպես կախվում են, մի խոսքով անուշիկներս ափսոս հոտ չունեն, այսպես, լավն են չէ, գույնը առնագույն, բուրգունդ, գինեգույն է ինքը, այսպես չի փոխանցում ցավոք, շատ բաց է փոխանցում, ավելի մուգ է գույնը, Ժողովուրդ ջան, բարի լույս, Վահան ինձ ասում է, արի նկարի, իմ տնգած վարդերն են, վարդերը ինքն է այսպես գեղեցիկ, ուրեմն վարդատունկ է արել, ահա, տեսեք թե ինչ գեղեցիկ է մեր բակը, այս մեկը չէ, կանաչի ինքը չի արել, մնացած այս ամբողջ վարդերը, այս վարդատունկը Վահանն է արել, ահա, այսպես անուշիկներս, պատրաստվում եմ գնամ դոմուս, մի քանի բան կա նայելու, նայենք, տեսնենք, ինչ ենք անում, ինչ ենք որոշում, կմիանամ կասեմ, այսպես ես էլ ձեզ, ժողովուրդ չեն թողում նկարեմ, բացարձակ չեն թողնում, չեն թողում նկարեմ, գաղտնի եմ նկարում, քանի մարդ չկա, սպանում են, չեն թողնում մարդ գործանի, աշխատի, լավ, ինչքան հասցնեմ, ժողովուրդ ջան, դուրս եկանք դոմուսից, շատ ջղայնացած եմ, չեն թողնում մարդ նկարի, բացատրում ես, ասում ես անվճար եմ անում, սա գումարով է, ես գովազդում եմ, ձեր խանութը անվճար, այմա դեմքիդ, ժպտում է ու իբր չի կարելի, դե չի կարելի, երկրորդ հարկում կային վաճառողներ, բայց ասում է ամեն բաժնից թույլտվություն խնդրեք, ասի ես պիտի ազատ նկարեմ, եթե ամեն բաժնից թույլտվություն խնդրեմ, ես տենց իմ գործը վեցակի եմ դարձնում, մի խոսքով ժողովուրդ ջան, մի երևի 2 րոպե տենց ինչքան կարողացա նկարեցի ձեզ համար, այդտեղից էլ արդեն մարդ զայրանում է, թե մի բան առնի, չես ուզում, թե որևէ գնում անես, մի խոսքով անուշիկներս հիմա գնում եմ մի քիչ փոքրիկ թեթև առևտուր անեմ ու գնանք տուն, մեզ մոտ արդեն շատ շոկ է, իմ նոր վզնոցը, Վահանն էր բերել անցյալ տարի Իտալիայից, ես ինչա ծռվել է, թե ինձ ա թվում, մի խոսքով, այսպես, դե ինչ համբուրում եմ բոլորիդ, կմիանամ անուշներ, ժողովուրդ ջան, եկանք մեգամոլ, գիտեք ամիսը մեկ մի անգամ ինձ թույլ եմ տալիս նման ըմպելիք, շատ գլուկս մի տեսակ, ասեմ ճնշումս շատ իջնում է, հետո այս վզիս անոթները սկսում են ահավոր ցավել,
երեք իջել էր 80-60-ին, նա չնայած դեղս խմել էի, բայց որոշ ժամանակ կդադարեմ, էլ չեմ խմի, որոշեցի քաղցր էսպես մի բան եւ սուշի վերցրեցի, Վահանը իր այս էլի KFC եւ այստեղ հանդիպեցի իմ հետևորդուն, Գահանեին, ինքը ինձ մոտեցավ, շատ լավ կին էր, շատ Միացյալ Նահանգներից է եկել այստեղ, Հարսիկի հետ էր իր, շատ լավ կին էր, փոխանակվեցինք հեռախոսի համարներով, եթե ժամանակ ունենա, մեծ սիրով կհանդիպենք։ Այսպես անուշտիկներից, դե ինձ ձեզ ասեմ այստեղ առայժմ, մենք արագ մեր գործն անենք, որ իջնեմ, City եմ իջնելու։ Ջան, ես տուն վերադարձա, մտել եմ Ֆանդեի բնականաբար, այս գեղեցիկ վերնաշապիկն եմ ինձ համար գնել, ինքը կարճաթև է, հիմա ձեզ ցույց տամ թևերը, հա, տեսեք, կիսաթև, շատ, ես յապոնկա չեմ սիրում, այսպես ժամանակին շատ եմ հագել, յապոնկա էլ եմ հագել, ռեգլան էլ եմ հագել, տարբեր ձևերի հագել եմ, այսպիսի վերնաշապիկ է, գալիս է դիմացը կապվում է, տեսեք, և արժեքը 3280 դրամ, խնդրեմ, ժողովուրդ ջան, այս էլ Ֆանդեյը, մի հատ էլ գլխակապ եմ առել, որ մեկ դիմակ եմ դնում, չունեմ, մազերը ստիպված, ակնոցներով հետ եմ տալիս և այլն, սա էլ իջել էր 590 դրամ, խնդրեմ, այսպես ինքը այս ամրակով է, իմացաք արդեն, հա, քաշում ենք, բացվում են, հիմա կգնամ իմ առևտուրն էլ ձեզ հետ կկիսվեմ անուշիկներս ու անցնեմ իմ գործերին, մոռացել եմ ձեզ ցույց տալ իմ գրքերը, երկու շատ մեծ տոպրակ, տեսեք, մեծ տոպրակ գրքեր, սրանք այն գրքերն են, որոնք կամ մակագրված են մայրիկիս կողմից ինձ, այսպես, և մի մասն էլ Վահագենստանն է, գրաշկաֆը նոր գեղեցիկ գնել էին, շատ գեղեցիկ դասավորել էին, որը որ չի տեղավորվել, բնականաբար հո չենք կորցնելու, հա, այսպես, սա բայրն է, թերթերը արդեն պոկվել են, այստեղ մամաս դեղատոմսեր է, տեսեք, հոդացավերի համար, մամաս է գրել, նայում եմ սիրտս 1000 կես է լինում ժողովուրդ ջան, խինկալի վրացական, սա ինչա վարսակ, մազերը հիմնական հեռացնելու միջոց, այսպիսի մի խոսքով մամաս այսքան լավ բաներ ուներ, ուրեմն գրքերը ես ճանաչում եմ կազմի գույնով ժողովուրդ ջան, այս բոլոր գրքերը և սրանից ավել էլ դեռ Վահագենստանը ես բոլորը կարդացել եմ դպրոցական և ուսանողական տարիներին,
Մենք երբեք գիրքը չենք առել պարզապես դրել գրապահարանում, միշտ մայրիկիս հետ կարդում էինք պարտադիր, հետո նոր դնում էինք մեր գրապահարանում, իսկ ընթացքում ես շատ հաճախ եմ գրքերը բացել, նայել, ցիտատներ տարբեր, մտապահել եմ, մամաս էր կարդում, մամաս էր ինձ ասում, մի խոսքով իմ սիրելի գրքերից մեկը Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ», Երազային Հալեպը, մի չտեսնված գիրք է, տեսնես մեջ էջադիր, ոչ մի բան չեմ թողել, սա Անդրանիկ Ծառուկյանն է, եթե երբևէ չեք լսել, չեք տեսել, ծանոթ չեք, շատ հիանալի, այս որն է, Դարերի ճանապարհը, հա, մի խոսքով ժողովուրդ ջան, ինքան լավ գրքեր ունեմ, Արտույտը, սրանք երևի փոքրիկ պատումներ են, հա, ով է հեղինակը, մի րոպե, չկա, Նորայր Ադալյան, հա, Նորայր Ադալյան, լավ, Կապույտ Երզնկա, շատ լավ, հա, սա դպրոցական տարիներին կարդացել եմ, սա պապայիս էին նվիրել, ահա, մեջը, мастеру Авету Борисовичу с уважением, էլ չեմ կարողանում կարդամ մնացածը, այս կուլինարնի այսպիսի գիրք է, չգիտեմ երևաց, չի երևաց, այսպես, մի խոսքով ժողովուրդ ջան, կկիսվեմ ձեզ հետ, եթե հետաքրքրում է, ես գրքեր շատ եմ սիրում, ես էլ պիտի գնեմ գրադարան, սա Բախչիսարայի շատրվանը, Շիրազի այգիների մասին, մի խոսքով անուշիկներս, շատ գրքեր ունեմ, գրքերը սիրում եմ, գրքերիցս չեմ հրաժարվելու, հետաքրքիր գիրք գտնեմ, անպայման կմիանամ ձեզ հետ կկիսվեմ, և այսպես, գնել եմ կեռաս, սա Սիթիից չեն գնել, ինչպես որ ասում էի, տեղ ենք չէ արել, մտնում ենք Զեյթունի Սիթի կայանատեղին, այնտեղ կողքից գնում ենք, գնել ենք կեռաս այնտեղից և գնել ենք ելակ, ելակը չի էժանանում, Սիթիում 1950 դրամ էր 1 կիլոգրամը, հիմա էլ չկա այդ շատ մեծերը, օրինակ կան, բայց արդեն փչացած են, նրանք էլի շատ քաղցր էին, այդ խոշորները շատ քաղցր էին, սա էլ է լավը, ինչքան լավ բույր ունի ժողովուրդ ջան, ահա, այս դրեցինք այստեղ, այս պապայիս մենյուն է, որտեղ ինքը այստեղ ռեստորան կար, առաջ Կովկասի գերուհին կոչվում էր Գրիար, պապաս այդտեղ էլ է աշխատել, այստեղ պապաս ասել է մամաս ուղումներ է մտցրել քաշերի մեջ, անվանումների մեջ, մի խոսքով, բայց սա գիտեք ինչ հին է, ասեմ երևի թե 2007 կամ 2008 թիվ, 2008 տենց մոտավորա, հա էլի 8-ի կեսերը մինչև, երկար չգործեց այդ ռեստորանը, փակվեց, այսպես սա էլ պապայիս մենյուն, 2 հատ էլ ունեմ, այսպես, հետո, ինչ ենք գնել Սիթիից գնել ենք այս փքաբլիթները, դոնատները, գնել եմ այս, ինչ են սրանց ասում, գրոնուշկի, գրոնա, չգիտեմ ինչ գրոնուշկի, կրենձելիկներ են ասում, կրենձելներ, այսպիսի, հետո, սա կտրոնն է, այստեղ պարտադիր աղցան, որովհետև առավոտը սկսում ենք աղցանով, սա Վահանինն է, բրոկլիով, սա էլ է Վահանը, նույնն է վերցրել էլի բրոկլիով, ես այս անգամ սա վերցրեցի ընկույզով և բազուկով, զեղչվել էր, սա զեղչվել էր, թարմ է, չմտածեք հին է դրա համար են զեղչում, չէ, անմիջապես պատրաստում են, լցնում են հենց այդ ամանների մեջ և վաճառում են, հետո
գնել եմ կեչուպ, այսպիսի եւ սև հաց։ Սա էլ էր այսօր զեղչվել, այս ֆիթնես հացերը զեղչվել էին։ Սովորաբար մի քիչ թանկ են լինում, շատ չէ, 300 քանի դրամ, այսօր 250 էր, կարծեմ թե 220 էր, լավ չեմ հիշում։ Այսպես ժողովուրդ ջան, հիմա Վահանին ասեմ մեծ տոպրակը բարձրացնի, շարունակենք։ Վերջ, հետո մի հատ էլ դոնատ, սա ելակովն է, նույնը 2 հատ շոկոլադի, ասեմ ժողովուրդ ջան, հիմնականում մենք չենք այսպիսի բաներ շատ ուտում, ես վերցնում եմ, քանի որ իրենք երկար են իրենց ժամկետները, տեսեք, մինչև օգոստոս, ասենք հյուր եմ գնում եւ ինձ այդ պահին հեչ հարմար չի, ես որևէ խանութ մտնեմ, ես արդեն տանը ունեմ պատրաստի հյուր գնալու եւ տանելու այսպիսի քաղցրավենիք։ Սա այսպես, սա իմ գանձիս համար գնել, հոգուրի իր արեգակնային համաստեղության համար գնել, ժողովուրդ չեք պատկերացնի սերս ավետիկիս հանդեպ խելագարվում եմ, պետք չէր իրեն, պետք չէր Անին հարցեցի, ասեց ամեն ինչ ունիս, այդ ոչ մի բան չվերցնես, բայց դե չեմ կարող, պետք է մի բան վերցնեմ, սպունգների հավաքածու, այս Վահանս է գնել, մեր առևտուրը տարբեր է, սա Վահանն է վերցրել, սա էլ է այդ շարքից, այս դոնատների շարքից, այս սրանից է, հետո նորից այս կրենձելիկներից 2 հատ էլի, մեկը մենք ենք բացում, մնացածը ասենք շատ արագ տեղ պիտի գնամ, հատկապես որ զեղչվում են, շատ հարմար է ժողովուրդ ջան, շատ հարմար է, իրենք թանկ արժեն, բայց որ զեղչվում են, ասենք օրինակ 50% զեղչ է վրան, ասենք 800 քանի դրամից դառնում է, սրանք 425 դրամ էին իջել, սա իջել էր 700 քանի դրամ 50%-ով, մտածում ես ինչու չէ էլի, թող լինի, այստեղ գնել ենք, սա ես եմ ինձ համար վերցրել, բանջարեղենով աղցան, ասում աղցան, վայ կոտլետ, բանջարեղենի կոտլետ, ես ինձ համար եմ վերցրել, ես հավի բուտիկների վրա էլ գրիլի զեղչեր էլի Վահանը վերցրեց, ասեց 2 տանն ենք, ձեռքի հետ կբզբզանք, ես վախենում եմ ուտեմ, ստամոքսս ցավում է, հետո գնել եմ պղպեղ, մեր այս հայկական մեծ պղպեղները, արժեքը, խնդրեմ, սա այսպես, հետո այս Վահանի էլի գնումն է, գարուց պատրաստված, ինչպես պապաս էր ասում, գարուց պատրաստված ջուր, այստեղ 2 հատ լոլիկ եմ գնել հանեմ, հանկարծ բան չլինի, 2 հատ մեծ լոլիկ են, ինչ են ասում, բիչի սերցը, տեսեք կպելա մեկը մյուսին ծակվել է այստեղ, այս մեծ լոլիկներից եմ գնել 2 հատ, կիլոգրամը 500, ասեմ, 525 դրամ էր, այս երկուսին 600 քանի դրամ գումար եմ տվել, վճարել, սա հյութ, մանգոյի և մարակուայի համով, սրանք արդեն էլի Վահանն է գնել, ես ինչ եմ գնել, ես լոլիկն էի վերցրել, չէ Վահան, լոլիկն բրինձ էի վերցրել, լավ, դրանք արդեն իմն են, սա կարմիր նարինջ է, մի խոսքով, այսպիսի ցիտրուսային, չգիտեմ, համեղ հյութ է, սանտալի հյութերը շատ լավն են ժողովուրդ ջան, սանտալի հյութերը շատ լավն են, հաջորդը, էլի նույն սանտալ, բայց նոր, Էրիկիս համար 3 հատ 0 պեպսի, ես 0-ն չեմ հավանում, բայց որ ինքը ուզում է,
Այսպես, սա Էրիկի համար, սա մի քանի օրվա ինձ համար փոքրիկ էս արևածաղիկները աղով զեղչվել էին էլի, վերցրեցի, զեղչված չլինեին չէի վերցնելու, հետո էս Վահանն է վերցրել ինչ-որ արմարի տանձի հյութ, ահա, ինչ է, հա, էս ես եմ, այս տոպրակի մեջ ոչինչ, լավ, թող թափվի, միևնույն է ես հանելու եմ կանաչ շլոր, տեսակ ինչ լավ էր, որ դրել է ես տոպրակի մեջ, թե չէ, ժողովուրդ ջան, ահա, սա էլ հիմա ասեմ կիլոգրամը, ասեք մեջից հանեմ, վերջ, կիլոգրամը 1300, հա, մի րոպե, կինը 1350 դրամ, այսքանը 980 դրամ, թանկ է, ասեք, որ թանկ է, բայց դե պիտի օգնենք մեր գյուղատնտեսներին, ժողովուրդ ջան, գնել եմ բրինձ, երկար բրինձ, շատ համեղ բրինձ է, այս էլի Վահանի գնումն է, այսպես, այս ինչա գնել, սրանք էլ ինձ զեղչվել են ես, հա, իրիգունը որ նստում է, և մի հատ փոքր դդում եմ վերցրել, բայց դդումը շատ է թանկացել, տեսեք, մի րոպե, ահա, 755 դրամ է 1 կիլոգրամը, 200 դրամ էր մի ժամանակ, 150, հիմա չգիտես ինչի թանկացել է, ահա, այսպես սիրելիներս վերջ, իմ առևտուրը, տեսնեմ կտրոնս ուր դրեցի, ձեզ հետ կիսվեմ կտրոնով, ահա, սա էլ կտրոնը, տեսեք, վճարել են 20,331 դրամ, վերջ, սա էլ մեր առևտուրը, այս էլի զեղչը ունեմ, սա էլ պարկինգի ավտոկայանատեղի համար է, այս QR կոդը մոտեցնում եք, որպեսզի գումար չվճարեք մնալու համար, որոշակի ժամանակից հետո գումարով է դառնում, շատ տանկ չի, 200 դրամ, եթե 300 դրամ է, հա, բայց ամեն դեպքում սա տալիս են, բանն էլ է տալիս, ֆանդեյը, էլի կտրոնի վրա կա այս QR կոդը, մոտեցնում եք, բացվում է, դե ամբողջ աշխարհում կա, արդեն դուք ինձնից լավ գիտեք, այսպես սիրելիներս, դե ինչ, ձեզ էստեղ հրաժեշտ եմ տալիս, տեսեք, դասավոր եմ, ահավոր հոգնած եմ, չեք պատկերացնի, հիմա սրանք արագ դասավոր եմ, հաց էլ չեմ կերել, արդեն 7 անց է, հաց էլ չեմ կերել, ծովախեցգետին ունեմ պատրաստած, դիետիկ, դա ինձ շատ լավ է, հիմա մի հատ ջուր խմեմ, ձեզ ասում եմ առայժմ, գրկում եմ, համբուրում եմ, սիրում եմ բոլորիդ, ծաղիկներ, արևներ, լույսեր բոլորիդ, ժողովուրդ ջան, բարի լույս, տեսեք ծաղիկներս ոնց են թափվել, ես մի հատ սա տեսեք, ուրեմ 3 միտեղ հարցրեցի, սա էլ է արդեն թափվում, 3 միտեղ հարցրեցի, ես հոլանդական պիոնները արժեին 1800 կամ 2100 դրամ, մեկ հատը, ես գնել եմ 600 դրամով, բայց արդեն թափվել են, մեկը լրիվ թափվել է, վայ սրանք էլ են թափվում, տեսեք, վայ, տեսեք, ձեր աչքի առաջ թափվում են, շատ եմ սիրում, իմ ամենասիրելի ծաղիկներն են, լավ, որ դուրս գամ, կգնեմ, տեղը գիտեմ, վերջ, ջան, մի քանի օր առաջ ես պաղպաղակից էի գնել, դրել էի սառցախցիկը, քանի որ դեռ լավ չէր այս բաներ էլի, լավ չէր շոքել, ասենք թող մի քիչ լավ տականա, համել Էրիկս տանը լիներ, Էրիկը անդադ դրսում էր լինում, հիմա տանն է, բացենք տեսնենք ինչ է, ես այստեղ ինքը փակեր, հերմետիկ, հիմա բացեմ, ահա, Վահանս ինձ կօգնի, սա ինչ է, ես ինչ է, հոնավ անձեռոցիկ,
Ահա, սա, հələ բաց տեսնենք, սա խոնավանձեռոցիկ է, մեջ այսպիսի կուբեր են, ելակի, կարծեմ ազնվամորի է, սև հաղարջ է, տեսեք, և մանգո։ Ահա, ճիշտ եմ ասում, ազնվամորի, եռագույնն է մեր, կարմիր, կապույտ, ծիրանագույն, իհարկե կապույտը, հա, ձեռնոցներ է, հա, բայց ով է ձեռքով ուտելու, մենք սետ վերցրու, Էրիկ ջան, վերցրու, այդ ազնվամորն է, Էրիկը չինակ, եռագույնը չինականով մի կեր արև սար, վերցրու կեզ գթալ, ահա, հələ կծի են էլ ես ու պապան կկիսվենք, ազնվամորից, չգիտես ինչու երկու հատ են դրել, հա, էր կարծիքըտ, հա, լավն է, ազնվամորին լավն էր, սա մանգոյա, սա մանգո է, ես փոքրիկը ես վերցնեմ, մի րոպե կներեք, հազար ներողություն, վատ նկարելու համար, այսպես, շատ համեղ է, ես ուտելուց չեմ սիրում նկարվել, բայց չարժի էդ գինը, անկեղծ եմ ասում, 850 դրամ, շատ թանկ է, համենայն դեպս, հեսա մի հատ ես կտրեմ, ես էլ միջուկը համել կնայեմ, հա, սովորական, ինչ-որ մեջը հատուկ էսպես միջուկ չունի, խնդրեմ, տեսեք, ոչինչ, մի հատ էլ սա կիսեմ, Վահանիս հետ հալալ աղբերավարի, սպասեք, ահա, ամենահամեղը մանգոն ու ազնվամորին էր, մանայ տամերի, Վահանը, փորձի Վահան ջան, դու էլ ասա, ինչի ձեռնոցներ էր ես տոպրակի մեջ, շատ թանկ է, քանի գրամ է, Վահանի ուշքը գնաց, ամենա լավ պաղպաղակը սա է ժողովուրդ ջան, խնդրեմ, ինքա կոչվում, ուտոպիա, հələ բաց մի հատ սա Վահան, այսպիսի կար Մոսկվայում կոչվում էր, ինչ, Զալատոյ ֆակել, չէ, Զալատոյ ֆակել, չէ, այսպես է, վալշեբնի ֆանար, ոսկեգույն թղթով, ինքը էսկիմոյի նման, բայց այնտեղ շատ էին շոկոլադի հատիկները, շատ համեղ էր, բավական թանկ պաղպաղակ էր, բայց շատ լավն էր, ես էլ այսպես անուշիկներս փորձարկեցինք ես մեր կուբը, մանգոն շատ լավն էր, մանգոն ազնվամորին, նա չէ, հապալասը դուրս չեկավ, տար Վահան ջան, տանջեցի Վահանին, ասում եմ առայժմ հիմա մի հատ գնանք միասին գրքերն էլ նայենք, ողջույն սիրելիներս, տանից դուրս եմ եկել, ուզում էի ձեզ ցույց տալ, վերնաշապիկս բաց եմ թողել, այսպես, ահա, տեսեք բաց եմ թողել, իմ այսօրվա լուքը այսպիսին է, դեմքս այսօր մի փոքր այտուցված է, կարտիզոլս ըստ երևույթին նորից բարձրացել է, բայց կգամ տուն կխոսեմ կարտիզոլի համար հիանալի վիտամիններ եմ օգտագործում, այսօր չեմ օգտագործել, իրենք նյութափոխանակությունը շատ են արագացնում, տանից դուրս գալուց չես կարող խմել, մի խոսքով դրա համար էլ կասեմ, դա ինեզիտոլն է, ինեզիտոլի 1000 միլիգրամը, ուտելուց 20 րոպե առաջ, 2 կապսուլա կամ 2 հապ խմում եք, շատ լավ օգնում է և կանացի, այսպես ասած,
Այդ փուլերին, որ կինը արդեն անցնում է երիտասարդությունից դեպի հասուն կանացի կյանք, այդ ընթացքն էլ ինքը շատ լավ շտկում է, շատ ամեն մի խոսքով հարթ է անցնում։ Հա, քրտնարտադրություն եւ այլն արդեն հասկացաք ինչի մասին եմ խոսում։ Էն էլ Վահանը արդեն եկավ, դե ինչ գնացին ջան հորքուրենցս վարդերնա հələ մի հատ տեսեք ինչ վարպասի գնամ մոտիկից նկարեմ հա վայ մամա ջան էս ինչ գլուխներ ունի հսկայական գլուխներ ունեն հələ ստեղ վայ մամա ջան գժվելու այս գույնը Բեր հələ էս նայեք էս չայի վարդն ա տատիկ ինքս ունեին մենք թեյի համար հավաքում էինք այ մամա ջան սեփական տան լավն էլ էսա ժողովուրդ ջան ասեք էս ամբողջ ծաղիկները ձեզ եմ նվիրում այ սենց ձեզ եմ նվիրում սիրում եմ բոլորիդ գրկում եմ խաղաղություն ժողովուրդ ջան Երևանի առաջին երկնաքերերն են 25 հարկանի չէ Վահան կարծեմ 25 են եթե չեմ սխալվում լավ Վահան ինչ եմ զբաղացնում այս Կևյան կամուրջի վրա ենք դեպի Դալմա գնացող Ծիծեռնակաբերդի խճուղի այդտեղի նորակառույցներն են Այսպես դե այսպես սենց նոր շենքեր են կառուցում այստեղ կա կամրջով իրար կապվող շենք տեսեք այսպես նկարեմ ձեզ համար մեր սիրուն Երևանը իհարկե փողոցի վրայի տները մի քիչ այդքան էլ չեմ սիրում, որովհետև աղմուկը շատ է տեսարան դեպի Նորքի Բարձունք ճիշտ եմ ասում Վահան ճիշտ եմ ասում չեմ փակում Ջան մենք եկանք Դալմա առավոտից սոված ծարավ գնացել էինք ընտրության ընդեղից հորաքրոջս տուն մի կտոր ընդեղ հորքուրս առանց հաց ուտել չի թողնում բայց ընեն սոված էինք սուրճ խմեցինք եւ եկանք այստեղ այս կետից պատվիրել ենք սա ինչ է Վահան հավով բանջարեղենով բրնձով լապշայա սոկով Իմը շրիմփով է, ինչպես գիտեք, ես շրիմփի սիրահար եմ, մի խոսքով հիմա կփորձեմ ձեզ հետ կկիսվեմ